Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակասել է ինքն իրեն։ Փաստերի ստուգման հարթակը գնացել է ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Մելոյանի հայտարարության հետքերով։ ԿԸՀ-ն հուլիսի 8-ին ասել է, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը չի կարող քննել, իսկ հուլիսի 22-ին արդեն քննել է։ Ըստ Գոհար Մելոյանի, այստեղ կա հակասություն։ Փաստերի ստուգման հարթակը պարզել է, որ պարզապես այդ երկու օրերին Կարապետյանն ունեցել է տարբեր իրավական կարգավիճակներ։ Հուլիսի 8-ին նա այլևս падգամավորի թեկնածու չէր։ Այդ կարգավիճակը դադարել էր Սահմանադրական դատարանի ընտրությունների արդյունքները հաստատող որոշումից հետո։ Այդ պատճառով ԿԸՀ-ն չէր կարող հարցը քննել հենց որպես թեկնածուի վերաբերյալ միջնորդություն։ Իսկ հուլիսի 21-ին ԿԸՀ-ն արդեն գրանցեց ընտրված падգամավորներին եւ նրանց մանդատներ տրամադրեց։ Կարապետյան դարձավ գրանցված ընտրված падգամավոր, բայց դեռ չէր ստանձնել падգամավորի լիազորությունները, քանի որ ազգային ժողովի առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 2-ին։ Օրենքն ասում է, որ մինչև այդ պահը քրեական հետապնդում հարուցելու համաձայնությունը տալիս է հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այսինքն, հուլիսի 8-ին եւ հուլիսի 21-ին ԿԸՀ-ն գործել է երկու տարբեր իրավական կարգավիճակների համար նախատեսված կանոններով։ Ուստի Գոհար Մելոյանի ներկայացրած համեմատությունը մանիպուլյատիվ է, քանի որ համեմատում է իրավական երկու տարբեր փուլեր եւ ստեղծում հակասության տպավորություն, որը իրականում չկա։